Բարի լուսիելի հեռուստադիտողները ողջույն, հերթական առավոտն է բացվել, ինչպես 3 օդերևութաբանները տեղեկացնում էին, որ գիշերը տեղումներ են լինելու ձյան տեսքով, այդպես էլ եղավ, այնպես որ շնորհավորում եմ ձեր առաջին ձյունը, իհարկե շատ քաղաքների բնակիչներ, նաև Երևանի ծայրամասերի բնակիչներ կասեն, որ սա առաջին ձյունը չէ, նրանք ձյուն տեսել են, բայց մեզ համար սա նորություն էր։ Առատ ձյուն է տեղում, շատ գեղեցիկ է եւ տաք է միևնույն ժամանակ, այնպես որ կարելի է վայելել ձմռան այս առաջին օրերը։ Ձեզ մաղթում եմ հաջող, գեղեցիկ լավոր, առաջարկում եմ մեզ հետ անցկացնել առավոտը եւ սկզբի համար, ինչպես միշտ, առաջարկում եմ ծանոթանալ օրվա նշանավոր իրադարձություններին։ Բարի լույս բոլորին։ 3-ն է այսօր դեկտեմբերի, այսօր հաշմանդամների միջազգային օրն է, թունաքիմիկատների դեմ պայքարի միջազգային օրն է, համակարգչային գրաֆիկայի համաշխարհային օրն է։ 1818 թվականի այսօրը Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 21-րդ նահանգը։ 1900 թվականին Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ Pro-Armenia երկշաբաթաթերթը։ 1920 թվականի այսօրը ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։ 1958 թվականին Երևանի Կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ Սասունցի Դավիթ արձանի հանդիսավոր բացումը։ 1967 թվականին վիրաբույժ Քրիստիան Բերնարդը կատարեց սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը։ 1984 թվականին Հնդկաստանի Բհոպալ քաղաքի Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 3000 մարդ։ 1997 թվականի այսօրը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվեց համաձայնագիր հակահետևակային ականները չօգտագործելու մասին։ 1832 թվականի այսօրն է ծնվել հայ հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյանը։ 1883 թվականին ծնվել է Անտոն Վեբերնը, ավստրիացի կոմպոզիտոր։ 1903 թվականին է ծնվել Գուրգեն Գաբրիելյանը, հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ստալինյան մրցանակի 3-րդ աստիճանի դափնեկիր։ 1948 թվականին ծնվել է Օզի Օսբորնը, բրիտանացի երգիչ Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը։ 1953 թվականին է ծնվել Ռոբերտ Կետիկյանը, ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր եւ դերասան։ 1960 թվականի այսօրն է ծնվել Ջուլիանա Մուրը, ամերիկացի դերասանուհի, Հոլիվուդի ամենահայտնի եւ բարձր վարձատրվող աստղերից մեկը։ 1961 թվականի այսօրն է ծնվել հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը։ Բարի լույս, շատ հաճելի հյուրեր ունենք մենք այսօր, դրանք մեզ մի լավ ծիծաղեցնում են անընդհատ, բայց բավականին լուրջ գործերով են զբաղված։ Հիմա ներկայացնենք առանց ժամանակ կորցնելու։ Բայց մինչ այդ խնդրենք բարձրյալ ձայներին հեռանալ, որպեսզի մենք կարողանանք լավ խոսել եւ շարունակել։ Այդպես ստացվեց։ Խնդրեմ։ Եվ այսպես մեր հյուրերն են, մեզ արդեն քաջ ծանոթ, շատ հաճախ ենք նրան հյուրընկալում, որովհետեւ շատ ակտիվ գործունեություն է ծավալում Էլլա Բարկերը։ Good morning. Good morning, It's Ella. nice to meet you again. Yes, nice to see you. Véronique Gassen. Hello. Ինտերնացիոնալ է այսօր մեր հյուրերի կազմը։ Պամելա Կարկը։ Բարև ձեզ, Պամելա, որ հենց նոր փոխեցիք, որ նա շատ սիրում է։ Բարև Կարմիր արես։ Պարզեցիք, որ նա շատ սիրում է խաշ, արդեն 11 տարի է Հայաստանում, արդեն Հետո Լուսինեի պատճառով ես նկատողություն ստացա, դե որպես տանտխամարդ, այո։ Ուր է կոնյակը։ Սեղան եւ կոնյակ չկա։ Հիմա կլինի։ Խնդրում եմ բեր կոնյակը։ Ես կդարձնեմ կոնյակը։ Oh my god. Մենք հերթով բոլորին կհյուրասիրենք։ Ցավը տարը։ Բարով տեսան։ Բարով տեսան։ Քրիսմաս բազարը սկսվեց բարով տեսանքով։ Եվ մեր թարգմանչուհին Տաթևիկ Հակոբյանը, բարի լույս Տաթևիկ ջան։ Հիմա շատ արագ փոքր ներկայացնեմ ինչ է մեզ սպասվում։ Երևանի միջազգային կանանց միավորումը IOA-ը 2014 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 10-ից 19-ը կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, ինչպես միշտ բարեգործական նպատակներով, այնտեղի ունենալու Հայաստանի նկարիչների միությունում եւ միջոցառման ընթացքում հավաքված գումարը IOA-ը փոխակուղի Գորիսի եւ հարակից գյուղերի կանանց եւ նրանց ընտանիքների կյանքը բարելավելուն եւ հոգսերը թեթևացնելուն, ինչ տարբերակով մենք հիմա կփորձենք բարձել։ Նախ սկզբում
գուցե լինեն հեռուստադիտողներ, որ նախորդ մեր թողարկումները չեն դիտել եւ չգիտեն ինչ է իրենց ներկայացնում Երևանի միջազգային կանանց միավորումը. There can be some audience who don't know what kind of organization yours are, so they ask you to introduce. Okay. So the International Women Association is a women association, like you can hear. Our goal is to help people here in Armenia that need help. And every year we organize this big event, Christmas Bazaar, and all the funds that we gather together for Christmas Bazaar, it will go to one or more projects that we support. This year we choose to support a project from Goris region. There are 20 women, unemployed women, and we will buy for them some spinning wheels machine to make wool. Այս Երևանի միջազգային կանանց միավորումը արդեն քանի տարի է գործում է Հայաստանում եւ նրանց նպատակն է ֆոնդեր հայթայթել եւ զարգացնել այստեղ կանանց գործունեությունը եւ այս տարի այս մեծ միջոցառման շրջանակներում Սուրբ Ծննդյան միջազգային տոնավաճառի շրջանակներում նրանք ֆոնդեր են հայթայթելու եւ աջակցելու են Գորիսի կանանց գնելու են նրանց համար ճախարակներ, ովքեր գորգեր են գործելու, բուրդ են մանելու եւ այսպիսով ֆինանսավորելու են նրանց եւ աշխատանք են ապահովելու նրանց համար։ Մեջուրը իր խոսքի մեջ ասաց նաեւ, որ ամեն տարի նրանք այսպիսի միջոցառումներով գումարները ուղղում են որևէ նախագծի։ Ինձ հետաքրքիր է իմանալ նախորդ փուլերում, հա, ում են կարողացել օգնել եւ ինչ արդյունքներ։ She's wondering the last year project you were financing and what was that one? You mentioned that each year you are Just tell me about results. Yes, so last year the main project that we financed was in Stepanavan. We helped some children with disabilities to have after our program, to have classes of English, computer. So this was our main project. After the bazaar, we realized that we have more money, so we launched another call for projects, and we financed another 5 small projects. We finance a project in Echmiadzin. Let her translate this part. Անցած տարի այն նախագիծը, որը ընտրվել էր Ստեփանավանի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին էր ուղղված, նրանք օգնեցին, որպեսզի նրանք ստանան անգլերենի դասեր, ունենան համակարգիչներ եւ դրանով զարգացնեն իրենց հմտությունները, բայց միջազգային տոնավաճառի գումարը այնքան էր, որ բավարարեց նաեւ 5 այլ պրոյեկտների ֆինանսավորմանը. And the other 5, one was for children in Echmiadzin. We bought materials for them to make carpets and rugs, and there are 200 children that are following some courses there. Դրանցից մեկը Էջմիածնի երեխաների դպրոցի համար էր, արվեստի դպրոցի համար էր, որով նրանք կարողացան գնել անհրաժեշտ բոլոր պարագաները եւ նյութերը գորգագործության, կավագործության եւ այլ կիրառական արվեստի համար։ A school in Lijavan, we made toilets, inside toilets and running water, so this is another one. Լճավանի գյուղի դպրոցի համար նրանք կառուցեցին ներսում արդեն դպրոցի ներսում 2 զուգարաններ, որոնք այնտեղի երեխաների համար դժվար են հատկապես ձմռանը դուրս գալ, այո, դրսում։ In Solak we made some solar dryer for a group of women to dry fruits and vegetables. Սոլակում նրանք գնեցին եւ կառուցեցին մրգերի չորացման ապարատ, որը գյուղի կանայք որոնք օգտագործում են։ Tsitsikian Music School, we bought some instruments for children to study in the school. Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի համար նրանք գնեցին որոշ գործիքներ, որպեսզի երեխաները օգտագործեն։ And finally we help a young girl that is a student and she have big problems with her sight. So we help her to have treatment, and we paid for her 1 year of her studies to finish her studies because she could not afford to do this. Եվ վերջինը նրանք ֆինանսավորեցին մի աղջկա, ով ուներ տեսողական խնդիրներ եւ իդեպ նա նույնպես կարիքավոր ընտանիքից էր, վճարելով նրա 1 տարվա ուսման վարձը, ինչպես նաեւ վճարել նրա աչքերի բուժման համար։ Ձեր հեռուստատողներ ինչպես նկատեցիք 5 կետերը վերջին շատ
տարբեր ճյուղեր ու ուղղություններ էին։ Կարող են թվալ փոքրիկ խնդիրներ, բայց այդ փոքրիկ խնդիրները այսպես չլուծված կմնային, եթե ինչ որ մեկը ուշադրություն չդարձներ։ Այս դեպքում կանանց միջազգային ասոցիացիա, որ կարողացավ այդ օգնությունը ցուցաբերել։ Հարց Պամելային, նա եթերից դուրս նշեց, որ 11 տարի ապրում է արդեն Հայաստանում եւ կամավոր է։ Կարելի է ենթադրել, որ նրանից մեր խնդիրները չենք կարող թաքցնել արդեն եւ նա շատ լավ է զգում, թե որտեղ ինչ խնդրեմ կա։ Որքանով է մասնակցում թիրախների ընտրությանը Պամելան եւ ինչպես է իրեն զգում այս նախագծում նաեւ։ So after living here 11 years, he wants to know which is the biggest or smallest problems. No, he said that you are already familiar to our society and we cannot hide some problems we have here, and which are the main ones that you have dealt with. Well, interestingly enough, some of the main issues that I have tried to work on in Armenia is the idea that we should each help each other. That by working together through organizations or as students at the university or just neighbors in a shenka, that we can do more when we work together. Please translate. Պամն ասում է, որ շատ հետաքրքիր է, քանի որ նա տեսել է, թե ինչպիսին են այդ հիմնական խնդիրները մեզ մոտ եւ նրա կարծիքով այն թիմային աշխատանքը, միասնականությունը, որ կա այս կազմակերպության մեջ, թե որպես հարևան, թե որպես ուսանողներ, դա է մեզ միավորելու հարցը, այսինքն ուզում է միավորել մեզ։ When I came here as a volunteer, I was really kind of a third-class citizen, and people thought I was crazy to work for free. But commons, people start to realize that we can help each other, and that's how we build a better society. Պամը երբ որ այստեղ էր առաջին անգամ եւ աշխատում էր անվճար կամավոր, մարդիկ կարծում էին, թե նա մի քիչ խենթ է, բայց կամած նրանք գիտակցեցին, որ այո, սա այն է, որը կօգնի։ Ինչն է բերել Պամին Հայաստան, օրինակ, թե What brought you to Armenia? Aeroplane. But the idea of working together is exactly what the Women's Association does, the International Women. We're about friendship, working together, and learning about Armenia. Those are our three main goals. It's about being together, having friends, and learning more and doing more where we are. Learning more and doing more, what will give you? It'll enrich our lives. Anytime you do something, you need to, there's two parts involved. You give, then you get. But you also want to get. And as the first nation to declare itself Christian, you know that. That to get something, you need to give something. And you don't give to get. You give because even the act of giving gets you a happy heart. Yes. Տալ առնելու հետ կապված էր, հետո երջանիկ զգալ, այդ փոփոխության հետ կապված։ Հա, երևի մի ամբողջացնեմ եւ մի մտքով արտահայտեմ, որպես քրիստոնյաներ, Պամը նշեց, որ մեր հիմնական նպատակը այս միջազգային միավորման տալն է, տալ եւ ինչու՞ չէ նաեւ ստանալ, այսինքն իրար հարստացնել այդ տալու եւ ստանալու process-ով։ Ամեն քրիստոնյա պիտի իմանա, որ ստանալու համար նա նախ եւ առաջ պիտի տա։ Exactly this morning I was thinking about this. I didn't know that you will be here and we will talk about this, but in the morning I was in philosophy atmosphere. So I was thinking, what does it mean? If to get, at first you have to give. You have no guarantee, any guarantee that you will get if you give. So you have to give if you are kind, if it makes you happy. So only that's why. And now, ladies and gentlemen, please welcome Madame Véronique Gassef from France. Bonjour. Bonjour, comment ça va? Ça va bien et vous? Merci beaucoup, et moi aussi. Եվ սկսենք նաև մեր հյուրի զրուցել։ Նրա դերակատարումը այս բազարում, նա ինչպիսի տրամադրվածություն ունի, ինչ մասնակցություն է ունենում եւ նրա ֆրանսիական ակցենտը, այսպես այս նախագծում ինչպես է զգացվում այսպես։ What's your role, your participation in the bazaar, and how is your French accent dealing with this?
J'aime plus beaucoup la France. J'aime beaucoup la France. J'aime beaucoup la France. Yes, it's true. I have a French accent when I speak English. But anyway, I'm the communications director of the Highway. And for this bazaar, I work on promotional material, on flyers, on posters, on banners, and everything on Facebook page, on website, and everything to inform people about the bazaar. Քանի որ Վերոնիկը միջազգային կանանց միավորման հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատուն է, նա հիմնականում գործ է ունենում հաղորդակցության հետ, այսինքն Facebook-յան էջերի, հրատարակումների, տարբեր կայքերում այս ինֆորմացիայի տարածմանը։ Իդեպ խնդրում թարգմանեք, որ ես նկատի չունեի նրա խոսքի ֆրանսիական ակցենտը, նրա ներկայությունը որպես ֆրանսիական մասնիկ այս գործում, այսինքն դա է հաղորդում։ By saying French accent, Jacques meant that he wants to mention your French accent on the work you are doing there. The manner, your manner, not your speech, the manner you are dealing with. Because you have no accent. And let's talk about the GORIS project. We received many applications from organizations in Armenia to get funds from us, and we had to choose. We have criteria to choose a project. It means location. We prefer to support projects out of Yerevan because there are many organizations in Yerevan and they help people here. And another criteria is if organization already receive funds from us, and sustainability of the project, and and of course it's a project for women or children. Վերոնիկը խոսում է Գորիսի նախագծի մասին եւ ասաց, որ բազմաթիվ հայտեր ենք ստացել ֆինանսավորելու համար տարբեր պրոյեկտներ, բայց այս կազմակերպությունը նախընտրում է ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք Երևանից դուրս են, քանի որ Երևանում կան շատ ավելի մեծ թվով կազմակերպություններ, ովքեր օգնում են տեղի բնակչությանը, եւ հիմնական նպատակը այս ծրագիրը ֆինանսավորելու այն էր, որ նրանք կենտրոնանում են երեխաների կանանց հարցերին, ինչպես նաև դա պիտի լինի կայուն ծրագիր, որը հետո կունենա շարունակականություն։ Մենք նպատակը եւ այն ամենը ինչ որ շանում ենք անենք, հասկացանք, գնահատեցինք, շատ շնորհակալ ենք։ Երկու կարևոր հարց։ Նախ, ինչ է վաճառվում եւ ովքեր են գնորդները։ Two main questions Lucine has, what you sell and who are buying this. Yeah. So we sell all sorts of products for Christmas. So we have 80 tables with vendors, 10 embassies that are selling their traditional products. We have also 20 artists from Armenia that will expose their painting and sculpture, and they will be for sale for the people that want to buy something special from Armenia. Վաճառվում է հիմնականում սուբծննդյան տոնի նվիրված հատուկ այդ թեմայով իրեր, գործվածքներ, ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են 20-ից ավելի հայտնի նկարիչներ, քանդակագործներ իրենց աշխատություններով, որոնք կվաճառվեն եւ մի մասը անպայման կփոխադրվի մեր ֆոնդ։ Ամեն դեսպանություն ունի իր սեղանը, այսպես ասած, եւ իրենց ազգային ինչ որ սուրբծննդյան խորհրդանշով բաներ են վաճառելու, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ մշակույթին։ But we also have food. And we even have one person who has been a member of our organization who sells whiskey. Cognac we can drink here. Եվ լինելու ինչպես միշտ ավանդական աճուրդ է բարեկամներ, Տոմսը մասնակցության 500 դրամ է լինելու մի խոսքով This is what I want to mention, that we have raffle tickets for 500 dinars. You can win you can win big prizes like stay in Marriott Sarkazor, Dolmama lunch, grand raffle, we have grand candy. So we have 40 prizes. If you pay 500, you can win 40-ից ավելի մրցանակներ կան, հատուկ վիճակահանություն կա,
եւ Շնորհակալություն։ Ինչ ված է որ շնորհակալություն։ Merci beaucoup. Thank you very much. And in Romanian. Mulțumesc. Mulțumesc. Or merci. Like in France. Mulțumesc. Սիրելի բարեկամներ, ես ես առաջարկում շարունակել մնալ մեզ հետ։ Եթե ձեզ թեման հետաքրքրեց, մենք հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, մի քանի օր հետո, ընդամենը ժամը 10-ից 19 նկարիչների միությունում տեղի ունենալու հենց այս աճուրդը, որին կարող եք դուք մասնակցել, 500 դրամ տոմսը վճարելով, այնտեղ խաղարկություն կլինի շատ մրցանակներ։ Մուտքը ազատ է։ Մուտքը ազատ է։ Վիճակահան Ձմեռ պապիկն է գալու։ երեխաների համահատուցենք Հենրիկ Մխիթարյանի Վերջ, այսքան Հենրիկ Մխիթարյանի Այո, Հենրիկ Մխիթարյանի շապիկն է այնտեղ լինելու, անպայման գնացեք, մուտքը ազատ է, կարող եք ուղղակի մուտք գործել, այսպես լավ տոնական տրամադրությամբ դուրս գալ, բայց կարող եք նաև ինչ-որ բան հավանել, գնել եւ հավատացած լինել, որ ձեր այդ գումարները բարեգործության են գնալու։ Մենք կհանդիպենք քիչ անց։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստատողներ, ուղիղ եթերը շարունակվում է, հետաքրքիր հյուր ունենք, ինչքանով կհասցնենք ներկայացնել նրա աշխարհը եւ նրա հետաքրքիր մոտեցումները գիտության միջոցով կյանք ավելի որակյալ դարձնելու, ավելի առողջ ապրելու համար ցույց կտա ժամանակ, արի ներկայացնենք մեր։ Սիրով ներկայացնենք բժշկական կարգավորումների գյուտարար ստեղծագործ ճարտարագետ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Հովհաննես Սահակյանն է մեր հյուրը։ Բարև ձեզ, պարոն Սահակյան։ Ինչպե՞ս եք։ Ոչինչ, մերսի։ Մենք այսօր փորձելու ենք ձեզ հետ քննարկել երկարակեցության, այսպես գաղտնիքը, որը այսպես ձեր գյուտի հետ կապված է բնականաբար եւ այստեղ կարգախոս ինձ շատ դուր եկավ мы то что мы пьем, հա մենք այն ենք ինչ մենք ըմպում ենք, մեզ ծանոթ է իտալացիներն են այդպես ասում, իտալական խոսք կա, մենք այն ենք ինչ մենք ուտում ենք, փաստորեն մենք այն ենք ինչ խմում ենք, դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ գիտնականները, քրմերը, բժիշկները բոլորը փորձել են փնտրել երկարակեցության գաղտնիքը, ոմանց թվացել է թե նրանք հաջողել են այդ հարցում, ոմանք հետո հիասթափվել են։ Այս սրճեփի պես մի սարք է դրված մեր սեղանին, ինչ է այն իրենց ներկայացնում եւ որն է ձեր տարբերակը։ Ուրեմն սա այս սարքավորումը հասարակ ջրից սարքում է ավշա հեղուկ, բանաձևով H+ OH-։ Այն որ կենթանի առարկան պիտի օգտագործի։ Դրանը դի կարամ ասեմ, որ ամենաուժեղ անտիօքսիդանտն է, բայց ֆիզիկական, ոչ թե քիմիական, իսկ էլ անտիօքսիդանտները ազատ էլեկտրոններն են, որոնք օգտվում են ինչ անել։ Ազատ ռադիկալները վերացնելու։ Դրանք վնասում են բջիջները օրգանիզմի ազատ ռադիկալները։ Այո, վնասում են, իսկ այս ջուրը կարգավորում է, այդ իր չեզոքացնում է ազատ չեզոքացնում է։ Օրինակ այն ազատ ռադիկալները, որոնք ուղղակի այսպես օդում մթնոլորտում կան, օրինակ ժավելով, չգիտեմ, ինչ որ բան ենք մենք լվանում ենք հատակը, բնականաբար ազատ ռադիկալներ են, որոնք ազդում են մեր առողջության վրա, կամ մաքրող միջոցները, մի խոսքով շատ տարբեր բաներ, որ արտազատում են, հա, այդ ազատ ռադիկալները։ Ջուրը խմելով դու պաշտպանում ես քո օրգանիզմին դրանց վնասակար ներգործությունից։ Այո, այդ ազատ ռադիկալը դրական լիցքերն են, ջրի եւ օդի։ Նա քո բջիջից խլում է էլեկտրոն, բջիջը սննկացնում է, դա հենց ազատ ռադիկալն է կոչվում, ուրիշ հասկացողություն գոյություն չունի։ Իսկ սա ազատ էլեկտրոնը այդ բջիջին տալիս է էլեկտրոն, աբալոչկա, կեղև։ Որ կարճ կոնկրետով ասենք, ես կարամ բժշկական տերմիններով բացատրություն տամ, որ սա սրտային մարդն էլ որ օգտագործի, իրավունք ունի մեկ պաչկա պապիրոս ծխի օրը, նույն չծխի ավելի լավ, բայց իրավունք ունի այն սրտային մարդը, արդեն հասկացեք, ես ինչ եմ ուզում ասեմ։ Միշտ առաջին հարցը այսպեսին է, դուք փորձարկումներ արել եք ձեր վրա, 20 տարի է։ Եվ դուք 20 տարի հարփոխով չեք հիվանդանում գրիպով։ Ոչ, իմ բարեկամներ հեսա 1000 հոգի մարդ է տենում ինձի։ Հենա ոչ գրիպ, ոչ մի բան, ոչ բժշկի կարիք ունեն, ոչ հիվանդանում են, ոչ է դեղեր են առնում։ Ինձ ճանաչող մարդը այդ 3 բանը պարգևում է։ Ո՞նց արեցիք այս հայտնագործությունը, ինչքան ժամանակ ձեզանից պահանջվեց։ Ինչքան ժամանակ պահանջվեց, երբ էր դա։ Սա ես 20 տարի զբաղվում եմ։
այս գործով ես մասնագիտությամբ գալվանիկ եմ։ Փորձեք մեզ ասել Գալվանիկ ճարտարապետ, որ սա գալվանիկային է վերաբերվում։ Երրորդ կարգի գալվանիկ եմ։ Սարքել եմ, տեսել եմ այդ ջրի հրաշքը եւ կատարելագործել եմ։ Իսկ ջուրը ինքը տեղով առանց որոշակի փոփոխությունների, հա, բնությունը կարծես թե մարդուն ապահովել է այն ամեն ինչով, ինչ որ այն ամենով, ինչ որ անհրաժեշտ է մարդուն։ Մեկ օր է տևում դա։ Իր կենսագործունեությունը ապահովել։ Մեկ օր է տևում, գետնի տակից որ դուրս է գալի, այս ջուրն է։ Մեկ օր հետո էլեկտրոնները կորում են, նիստաբիլն է, փախնում են։ Սա որ ասենք օգտագործում են, մի օրվա ընթացքում պետք է խմեք։ Օրինակ խանութները, որ հանքային ջրեր կա, դա ոչ մի հանքային բան չկա մեջը։ Մի օրվա ընթացքում ամենակարևորը դա ազատ էլեկտրոններն են։ Պաստորեն, դա է հիմնականում այն, որ օրինակ հանքային ջուրը, եթե ուզում են օգտակար լինի, հենց աղբյուրից են աշխատում խմել, այսինքն թարմ։ Մի օր հետո փչանում է դա։ Իսկ սա այն ամենակեղտոտ վատ ջուրը, ամենակեղտոտ վատ ջուրը դարձնում է հանքային բնական ջուր։ Ինչն է ներգործում ջրի վրա։ Ինչ սիստեմով է աշխատում։ Ահա, սա ուրեմն աշխատում է գիդրոլիզի սիստեմայով, գիդրոլիզով է աշխատում, անոդ կաթոդ։ Այդ 7-րդ դասարանի երեխեքը դպրոցում, որ լավ դպրոց գնայինք այդ դասեր ընկալեինք, հիմա էսի մենք շուտվանից կօգտագործեինք։ Ինչ հիվանդություններ է բուժում, լավ ավելի մատչելի ու հեռուստադիտողն ավելի հետաքրքիր։ Սա կարգավորում է ոչ յուրահատուկ դիմադրողականությունը։ Դա ամենալավ իմունիտետն է։ Ասենք ուտելիքը դեղերը դրանք սա յուրահատուկ դիմադրողականությունն է բարձրացնում։ Իսկ սա ոչ յուրահատուկ մեջի կվանտիտարսիոնով իզլուչենիա։ Նես մի քիչ ոչինչ որ ռուսերեն ասեմ։ Այդ լիցքերով։ Ահա, լիցքերով։ Ու այդ կխնդրեի մեզի նայողների, որ անպայման հավաքեն ինտերնետում կաթոլիկ Սահակյանն։ Կաթոլիկ Սահակյանը։ Վերջում տե։ Այն ինչ որ այսօր մենք չենք հասցնի քննարկել, լրիվ ամեն ինչ կտենան, այնտեղ իրենք դատողություններ անեն։ Այդ անուն ազգանունը մենակ Սարքը այս միակն է եւ միայն դուք եք պատրաստում այդ ջուրը եւ տալիս մարդկանց, թե սարք եք պատրաստում։ Չէ, մենակ ես եմ։ Չիմանաք գլուխ եմ գովում, սա 20 տարի առաջ ես եմ տարածել, հիմա ամերիկացիներն են օգտագործում։ Իմ անվան տակ ընդ որ բաց է կարտոնագրիս համարը, պատենտ 32 անգլերեն ու Ռեսպուբլիկի Արմենիա, դե դուսագալի որ սաղ աշխարհը ցիտիրուիտ։ Իմ անվան տակ եսի միջեր են անում։ Իսկ դուք դրանից որոշակի շահ ունեք, եթե սա արտադրության դուրս գա օրենքով, գյուտարարը պետք է իր համար եւ իր ընտանիքի համար արդեն որոշակի։ Այո, ընտանիքի մոտիկ ծանոթների համար ունեմ։ Չէ, նկատի ունեմ վճարվում է այն, որ օգտագործվում է ձեր գաղափարը։ Ոչ, հələ ես չունեմ սերտիֆիկատ։ Իսկ իմ կլինիկայում ով գալիս է ասենք բուժումների, ընդ հայերեն ոնց վոլոնտյորը, կամավոր։ Հա, մի հատ այդպես թուղթ է գրում, նոր բուժումներ ընդունում։ Միջև իմ սերտիֆիկատ հանելը, անես ամոթ հասել են այս նեղ դրության մեջ եմ ապրում, որ ասենք մի որոշ գումարը, որ ես չունեմ այդ սերտիֆիկատը հանեմ։ Բայց շատ հետաքրքիր է, եթե օգտագործում են։ Փաստորեն դուք կազմակերպչական հարցերում մի քիչ ճիշտ չեք, հա, կատարել ձեր քայլերը։ Ես շատ կուզեի, որ ինձ մի հատ մենեջեր հայտնվեր։ Որ կարողանար ձեր գործերը ղեկավարել։ Այո, սպոնսոր ընդի պետք չի, գումարային բան պետք չի։ Մենակ մենեջեր, կոմպյուտերից լավ հասկացող։ Այսքան ժամանակ ինչ հաջողություններ եք հասել եւ ինչ հիվանդություններ եք շատ արագ բուժել առանց ավելորդ դեղամիջոցների։ Անբուժելի հիվանդները ավելի շուտ են բուժվել իմ մոտ, քան թե այնց հասարակ հիվանդները։ Օրինակներ բերեք ոչ թե բուժվածների, այլ հիվանդությունների, որոնք կարող է այս ջուրը բուժել։ Բնականաբար փչացած ատամը չի կարող սարքել, կամ չգիտեմ, ինչ հիվանդություններ կան, որոնք Ես շատ կխնդրեի, որ գրեին կաթոլիկ ատվսեի բալեզնի ինտերնետում եւ երկրորդը գրեին կաթոլիկ կոնստրուկցիի Սահակյանը ռուսերեն տառերով։ Եվ ընդ ամեն ինչ դուրս է գալի։
Իսկ մենք հիմա չպատմենք մեր հեռուստադիտողներին, գուցե ինչ-որ մեկը ինտերնետ չունի եւ չի կարող։ Ուրեմն у всей болезни, ռուսերեն կարամ ասեմ։ Իհարկե Ասեք ասեք։ կթարգմանեմ։ У всей болезни одна природа, это им девизна։ Բոլոր հիվանդությունները մեկ բնություն ունեն։ Իմն էլ է, բայց ես կարծում եմ, որ նյարդային վիճակն է։ Դուք ինչպես եք կարծում։ Բոլոր հիվանդությունների պատճառը դա հոգեկան անբավարարվածություն։ Իմ դևիզը ասեմ, բոլորին պարզ կլինի։ У всей болезни одна природа, в котором на основании живого состояния лежит мембранный гальванический элемент. Սա բոլորի եւ ինտերնետում որ մանգա գտնեք կաթոլիկ от всей болезни, դա մեծ բանա նոր բժշկություն է սա։ Մեկ էլ գտնեք որ կաթոլիկ կոնստրուկցիա Սահակյան, այդ երկուսը որ գումարում եք իրար։ Պարոն Սահակյան, ես խոսալու ոչինչ չունեմ։ Առաջարկում եմ մոռանալ ինտերնետի մասին։ Հեռուստադիտողը արդեն հասկացավ, ով որ ունի հնարավորություն նա ինտերնետում կփնտրի իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնի։ Մենք հիմա խոսում ենք այն հեռուստադիտողների համար, ովքեր ինտերնետից չեն օգտվում եւ ակնկալում են պատասխաններ ստանալ հիմա մեզանից։ Նախ ինձ հետաքրքրեց այդ ինչը որ լրացնում է հա մեր բջիջների մեջ, մենք քիմիայից ֆիզիկայից մի քիչ հեռու ենք, մենք որտեղ ենք կորցնում ու ինչի արդյունքում ենք կորցնում, որ դա պետք է լրացնել։ Ուրեմն մենք կորցնում ենք դրական ֆիզիկայի հասկացողությունով դրական լիցքերի, թե ջրի, թե օդի միջոցով ենք կորցնում։ Այդ ազատ ռադիկալները հենց դրանք են։ Դրական լիցքերով էլեկտրոնները, որ բջիջից գողանում է էներգիան, աբալոչկեն, բան էլի, կազմը։ Իսկ բացասական լիցքը հակառակը տալիս է։ Փաստորեն բոլորի համար թո իգիտելի որ ազատ ռադիկալը հենց դա է դրական էլեկտրոններն են։ Այսինքն ուզում եք ասեք մենք որ շնչում ենք այս օդը կամ որ խմում ենք ջուրը, դա վատ է։ Շատ վատ է։ Վատ ասելով դրական ես ունեմ չափիճ հատուկ։ Այս չափիճկով որոշվում է այդ դրական բացասական լիցքերը։ Ինչպես եք որոշում։ Հիմա կարող եք որոշել իմ կամ Ժակի մոտ ինչ որ դրական բացասական։ Չէ, այն ամենալավ խմած ջուրը կբերեք, կնայեմ ու հետո սա կնայեք։ Այնի պլյուսա ցույց տալու։ Սա ցույց է տալի բացասական։ Մարդը պետք է օրենքով թե բացասական օդ շնչի, թե ջուրը խմի բացասական։ Պետք է հավասարակշռել։ Այո։ Ենթադրում եմ։ Այդ լիցքերը ծովի ափին է շնչելուց, մեկ է սարերը։ Բացասական լիցքերը։ Բացասական լիցքը, մեկ էլ մեր ջերմուկի հելած ջուրը, մի օրվա։ Հետո դա դառնում է դրական։ Այդ թթվածինի հետ շփվելով փչանում է։ Այսինքն դրականը միշտ չի որ լավ է։ Ինչ։ Դրականը միշտ չի, կյանքի բոլոր ասպարեզներում չի որ դրականը լավ է։ Չէ։ Այդ է մարդիկ սխալվում են։ Երբեմն բացասական բան։ Դա սխալվում է։ Բայց օրինակ մարդիկ լավ են գիտակցում են, որ եթե գնում են ծով կամ անտառներ, այդ շնչած օդը նրանց օրգանիզմի վրա բարերար ազդեցություն բջիջներն է վերականգնում, այդ ստվալա այդ ցողունային բջիջները։ Եւ մի բան էլ ավելացնեմ, ասենք մոր փորի մեջ որ երեխեն զարգանում է, ինչ ջուր է, սա ցույց է տալի -200, իսկ սրա մեջ դուրս է գալի -600, 3 անգամ առավել։ Այն երեխու բազմացած Երբ որ ասում են մոր փորն ընկավ, այս դեպքում այս ջուրը խմեց երակի անգամ ավելի լավ տեղ ընկավ։ Այո, ջրի ջուր է սարքում։ Այն հասարակ ջուրը դա Ձեզ ինչպես կարող մեր հեռուստադիտողները, նրանք ովքեր հասկացան դուք ինչ եք խոսում եւ համաձայն են ձեզ հետ։ Որտեղ համար մի քիչ դժվար է գալել եւ բանավիճել, ես մի բան եմ փաստում, այո, ձեզ անհրաժեշտ է մենեջեր, որ կարողանա ներկայացնել ձեզ աշխատանքները, որտեղ դուք հնարավոր է խնդիր ունենաք ներկայացման, ինչը հասցրեցի ես անձամբ ներողություն եմ խնդրում նկատել, բայց եթե լինի մի մարդ, որ ձեր կողքին լինի ու աջակցի, փորձի հասկանալ եւ այդ ամենը վերծանել ու մատչելի ձևով ներկայացնել, մատուցել։ Այո, դա ուրիշ խնդիր է։ Երկրորդը ձեզ ինչպես գտնեն։ Ինձ հենց որ ինտերնետը բացեք գրեք կաթոլիկ Սահակյանը, այնտեղ ամեն ինչ կգտնեք։ Կոորդինատներն էլ կգտնեք։ Պորտ կտրողի անունն է կգտնեք։ Ամեն ինչ։ Հեռախոսը համար կգտնեք։ Մասերով ամեն ինչ։ Կաթոլիկ Սահակյանը։ Ու մեկ էլ ես զգուշացնեմ ձեզի, որ սա բուժումներ չի։ Բուժումներ չի։ Սա առողջարար մեթոդ է։ Բուժումներ չի։ Բժիշկն է։ Օրինակ ես մի հատ բժիշկների վատը ասեմ, որ ինչի են բժիշկներին քրվում շատերը։ Ասեմ։ Ուրեմն բժիշկը
բուժումի հետ միասին պիտի վերականգնում էլ տա, կակ պարուս սապագի։ Բժիշկը մենակ բուժում ղրկում ամարտուն, դրա համար էլ այս վերականգնումը չի անում։ Օրենքով պիտի վերականգնումն էլ անի։ Իրավունք չունի բժիշկը։ Կա նաև վերականգնողական։ Բժիշկը իրավունք չունի հիվանդին մոտենա առանց վերականգնումի։ Բուժում տա, իրավունք չունի, առանց վերականգնում ասма գնա ծովեր, մովեր, եսի մնչեր, բայց այն մարդը հնարավորություն չունի։ 23, 26, 27 Այո, տեսեք գտավ, ձեր ասած։ Google-ում տվեցի կաթոլիկ Սահակյանը, մի քիչ ավելի շուտ կարող էի գտնել։ Ուղղակի ինքած ռուսերեն հտարն էի փնտրել։ Այսի նկարը հանում են։ Մենք հիմա ուղիղ եթերում ենք։ Մի հատ էլ մանեկեք կաթոլիկ կոնստրուկցիա սկաչկան։ Կաթոլիկ Կոնստրուկցիա Սահակյան, չէ, սկաչկան որ բացից հետա բացում։ Դե գրատը սկաչկան։ Փորձենք կգտնենք դա է։ Հենց առաջինն է բացում։ Հիմա ձեզ ով պետք է սերտիֆիկատ տա, ով պետք է տա։ Մեր Հայաստանը։ Մեր Հայաստանը։ Հա, ես այս 20 տարի առանց դա եմ արել, կարիք չեմ ունեցել։ Իսկ հիմա ես Սոչիում ունեմ բուժարան, Դագամիսում, Ադլերում, ու սա հայրին ընդ ասել եմ, ով որ է բժշկի դիմի ամոթ իրան, կգաք իմ մոտ։ Շաքար ունեցողները, ով գալիս է, դարել եմ բժիշկ։ Այս սարքն եմ տալի։ Всё։ Նրանք տարբերությունը փորձում են զգալ։ Դավիթ Բագրատովիչ Դավիթյանը։ Դա իմ գիտաշխատողն է, որ մահացել է 90 տարեկանում։ 90 տարեկանում, այո։ Գալվանական ցնցուղ է գրում մտե։ Իոնացված ցնցուղ, գալվանական ցնցուղ։ Օ, այստեղ գիտականորեն շատ երկար եւ շատ բարձ ամեն ինչ գրված է։ Պանացեա, ոնց են ասում, դա էլ որ ասեք լավ կլինի։ Ինչ է։ Պանացեա բառը։ Հայերեն։ Հայերեն, հեսա։ Օ, հենց այդպես էլ օգտագործվում է։ Պանացեա։ Ճշգրիտ թարգմանությունից հիմա խուսափենք։ Շնորհակալություն, որ եկաք։ Ճիշտն ասած, շատ դժվար էր այսպես այդ տերմինոլոգիան ընկալել, սովորական մարդու, ոչ սովորական մարդու։ Գլխավորին հասցրեցինք համացանցի համադարման, պանացեան համադարման։ Ավելի լավ է պանացեայով համադարման ասեինք, ոչ ոք չէր հասկանա։ Գոնե դա իմացանք, որ պանացեան համադարման է։ Ասեմ ձեզ, ամեն ինչի որ մի ճիշտ գոյություն ունի, ուրեմն մարդու առողջականի մեջ, բժշկության մեջ էլ այդ մի ճիշտը գոյություն ունի։ Ընդհանրապես այո, այդպես է։ Որ ազատ ռադիկալները մարդ վերացնի, սա աշխարհի կռիվը դա էտա անտիօքսիդանտներով։ Իսկ այս անտիօքսիդանտը ոչ մեկ չի հասկանում։ Համի թե ժողովուրդը կխնդայի վրա, թող խնդա։ Աշխարհում գոյություն ունի ֆիզիկական անտիօքսիդանտ։ Դա կոչվում է ազատ էլեկտրոնները։ Շնորհակալություն, մենք հասցրեցինք այսքանը խոսել։ Եթե ձեզ հետաքրքրեց, կարող եք գտնել թե համագործակցելու, թե բուժվելու համար, այո, մեր հյուժներ գյուտարար ստեղծագործ ճարտարագետ բժշկական կարգավորումների Հովհաննես Սահակյանը, փնտրեք, գտեք նրան, եթե հետաքրքրվել եք, եթե չգտեք։ Չէ, պետք չի գտնեմ։ Հələ որ ես չունեմ։ Ուղղակի ընթերցեք։ Լավ, մի գտեք, ուղղակի ընթերցեք համացանցում։ Այսքանը մենք հավատենք վաղը հաջողություն, լավ եղեք, խմեք լավ ջուր եւ թող ամեն ինչ լավ լինի ձեր կյանքում։